ձեզ եք ներկայացնում ժառանգության համար 6 ցուցակը փոխտնտապետ Արկադի Փայդյանի ղեկավարությամբ հրաշալի քաղաքացիների, մասնագետների հայ օջախ, հայրենիք, պետություն, հողն ու ջուր ներկայացնող երիտասարդներից բաղկացած։ Ողջունեք այս մեր ցուցակը, որը վաղը մյուս օրը ոմանց մեծ անակնկալ, մեծ սուրպրիզ է ներկայացնելու, որովհետև շարքային աղավնադունցին, յուղացին, քաղաքի բնակիչը իր դան ներսում մեծամասամբ այսօր և մինչև հաջորդ շաբաթ արդեն գոլնորոշման մեջ է։ Գոլնորոշման մեջ է, թե որտեղ է Բարաշաբադի, Էջմիածնի և Հայաստանի աբական իր բարգեշտ բարդաջանաչ հաշվետու կառավարմամբ, իր ազնվությամբ, իր պոտենցիալի իրացմամբ, իր կոնկրետ առօրյա խնդիրների լուծմամբ և թեև դարբեր ցուցակներում կան արժանի դարբեր թեկնածուներ, ովքեր անպայման մտնելու են աբակա իշխանության մեջ, շարժիչ ուժը առանցքային շարավիղը կանգնած է ձեր առջև։ Այս որակից ծնվելու է քանակ և որակից և քանակից փոփոխություն, մեծ փոփոխություն Էջմիածնում, Վաղաշաբադում և վաղը մյուս օրը նաև ողջ Հայաստանում։ Կարելի է այս տարածաշրջանը տվել է հերոսներ, հայտնի անվանի գեներալներ, գնդապետներ, շարքային զինվորներ, ովքեր կյանք են տվել մեր հայրենիքի համար, որոնք արժանի չեն այսօրվա իրավիճակին, որը մեծ ողբերգականությամբ այցելել է Հայաստան։ Վաղը հիշում ենք, նշում ենք, ցավում ենք, զգում ենք մեծ կապիտուլացիայի դարետարսը։ Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց ցուցակը իջեցրել են ժողովրդի վրա այստեղ, նախագծելով ընտրությունները, վարչական ռեսուրսը բանեցնելով ամեն ինչ եւ ամենտեղ, իրենք վաղը փոխանակ ժողովրդի առջև ներողություն խնդրեն, ապաշխարեն, ցույց տան, որ իրենք ուժը ունեն հաղթահարել սեփական սխալները, գնալու են Թալին եւ հերթական բղծված խորանն են իրացնելու հայ ժողովրդի առջև։ Դանուլ դված, հայրենիք հանձնած, հազարավոր դղաների աղջիկների յանքը խլած, այդ մարդուկները գնում են այնտեղ, իբր թե պիտի իրենք ցույց տան, որ կարելի է ցանկացած ինգրեցում գնան գործել։ Սա երկար չի տևելու, հանդիսալուծումը լինելու է, և գնան երկրորդը, երրորդը, ինչ-որ գիրք համբուրեն, որը խաչ ունի վրան, թե նամազ գարթան, գապ չունի, որտև ճշմարտությունը, իրավականությունը, հայ մարդու ազնվություն և արժանապատվությունը հաղթելու է դա։ Իսկ այդ կարևոր քայլերից մեկը այդ ջամփու վրա ամսի 16-ի ընտրությունն է։ Եվ մեր բարդականություններ, սիրելի հայրենակիցներ, թե թեկնածուներ, արժանապատվի, փզորթին, թե նաև ընտրողներ, այն է, որ այս մի շաբաթվա ընթացքում քաղաքների, գյուղերի որևէ անկյուն բաց չթողնենք։ Ամեն մի քվե, ամեն մի զորակցող, ամեն մի հավատացյալ մեզ համար կարևոր է, առանցքային է, անվանական է։ Եվ մենք հարգելու ենք, պատասխանելու ենք, հաշիվ ենք տալու այդ ընտրողին, այդ աջակցին, այդ հավատացյալին։ Այնպես որ այս ահավոր դժվար, ողբերգական, գեղձիկով լեցված այս ավազանում մի հատ լույս պիտի բարձրանա, այդ լույսի ջրակը գալու է Էջմիածնից, Վաղաշաբադից և համար 6 ցուցակից։ Շատ ուրախ ենք, որ ունենք այս հզոր հավաքականը, որի ղեկավարը
մեր շատ սիրելի փոխտնտաբեդ, Բարգեստ Բարդաջանաչ Գարավարիչ, փորձարու մարդ, նվիրյալ հայ Արկադի Փայլյանն է։ Ողջունենք ժառանգության ցուցակը։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն, որ հավաքվել եք։ Մենք մեր թիմով եկել ենք մեր ապագան փոխելու համար։ Այստեղ յուրաքանչյուր թիմակից իր ներդրումն է ունենալու Վաղարշապատ համայնքում բարեփոխումներ իրականացնելու, շարունակելու եւ պահելու մեր գործը, որը ապացուցել ենք աշխատանքով եւ ոչ միայն բառերով։ Մեր, ինչպես պարոն Հովհաննիսյանը ասեց, այսօրվա գործող իշխանությունը արդեն կտոր հայրենիքը հանձնում է։ Մենք պիտի պահենք, որ մեր հայրենիքը մնա մեզ, պիտի ժողովրդին մնա հայրենիքը։ Եվ առաջ ենք գնալու միջև վերջ, առանց վախենալու եւ պիտի վռնդենք այս իշխանությանը, որպեսզի նորից չվերարտադրվեն Վաղարշապատ համայնքում։ Դրա համար կոչ եմ անում բոլորիդ, մասնակցեք ընտրություններին եւ ձեր քվեն տվեք Ժառանգություն կուսակցությանը 6-րդ համարին, որպեսզի կարողանանք մեր նպատակները, ձեր ցանկությունները իրականացնենք։ Շնորհակալություն։